գծանշումն արել են ու ավարտել են։ Այսինքն գծանշումը երբ որ անում ես, դա վերջի ակորդն է շինարարության ավարտի իրենք։ Անում արը ավարտել էին իրենք։ Երեք երթևեկում եմ Իսակով փողոտայով, մի փոքր անձրև էր եկել եւ արդեն լիճ էր գոյացել։ Երեկոյան արդեն տեսանյութերի շուտով գրապարակվեմ, Իսակովյան լիճն էր ձևավորվել եւ այս ԿՊ-ն որ խոսում է, թե մենք ասֆալտ փռել գիտենք, տեսնում ենք, ես իրանց խորհուրդ տվեցի, որ իրան գնան լոբի աճացնեն դրա փոխարեն, ոչ թե ասֆալտ փռեն, միգուցե իրանց մոտ գյուղատնտեսությունը կստացվի։ Իսկ ինչ վերաբերվում է դրան, ես արձանագրում եմ փաստը, որ իրանք ջրահեռացումը պիտի կառուցեն, ասում ասֆալտը կփռեն կպրծեն, որ ջրահեռացումը կանեն։ Որ գժանոց չի, այդ նույն բանն է, ոնց որ Ամիրյան փողոցը անցյալ տարի ասֆալտ արեցին, այս տարի քանդում են մայթերը լենացում են։ Այս մարդիկ պլանավորել չունեն։ Այս մարդիկ գիտելիքների պակաս ունեն եւ այդ պակասը ստվերի պես իրանց հետևում է։ Ես ասել եմ, իրանք համ դիլետանտ են, համ թալանչի են։ Բոլորը միքս է տվել, դրա համար էս բուկետն է այս մարդն ասում ստացել։ Իսկ Իսակովը խայտարակությունն է, ոչ միայն ջրահեռացման խնդիրն է, այլ այդտեղ, երբ որ դու Արմավիրի մարզի կողմից մտնում ես այդ ոստիկանության ակադեմիայի մոտ, սկսում է ճանապարհը սենց լինել, հասկանում եք։ Աննորմալ երևույթ է, էլի։ Պարոն Մանուկյան, քիչ առաջ կրքերը թեժացան նիստի ընթացքում, ինչ տեղի ունեցավ։ Ինչ տեղի ունեցավ, մենք մեր համար խելոք նստած մանավանդի ես, էլի, ասում եմ, այսի համար խելոք նստած սոխու հաց է ուտում, մեկի Ավինյանը ճլը եկավ ընկավ մեր դուռը։ Չի կարելի, էլի, հասկանում եք, Ավինյանը քանի կար, երբ որ բոյկոտը կոչ էին անում քաղաքացիներին, որ թող ձեզ հրավիրեն արժանապատիվ տրանսպորտ, դուք նոր վճարեք, երբ որ մտնում են ձեր գրպանը, դուք բոյկոտեք, դուք ձեր իրավունքը պաշտպանեք։ Այն ժամանակ հեգնում էին, ասում էին չկա։ Հիմի հոնգուր լաց են լնում, որ բոյկոտը կայացել է, փող չի կարող հավաքվի։ Ասում է դուք ինչ խոսում եք, ժողովուրդը լսում են ձեզ, որովհետև ժողովուրդը սիրում է մեզ, հարգում է ժողովուրդը մեզ, իսկ իրանցից զզվում եւ ատում է իրանց։ Երբ որ հաջորդ իրանց Այդ որտեղից այդ համոզմունքը, պատասխանան որտեղից այդ համոզմունքը։ Ես երբ որ դուրս եմ գալիս փողոց, իրանցը կոչ եմ արել, վաղը չերմիսօրը ժամը 12-ին ժամը եմ արել, իրար հետ գանք, ման գանք փողոցում, ասեմ եկել էր ժողովուրդ, մտ իրանց մասին կարծիք արտահայտեք ու իմ մասին թող արտահայտեն։ Բայց դուք տանում եք իրենց այնտեղը, որտեղ ձեզ թերևս ճանաչում են, սիրում են։ Դե հիմի սենց ասեմ ձեզ, մարդու ենթագիտակցության մեջ մարդ հասնում է այնտեղ, որտեղ որ ինքը ծնվել մեծացել է։ Հիմա ձեզ եթե առաջինն ասենք, դուք ձեր հայրենիքը կհիշեք, առաջին այդ անունը կտակ, բայց խնդրեմ չունենք, եկեք գնանք Խարբերդ։ Խարբերդ որ գնանք, հետո մտածում եմ ոստիկանություն կանչեմ, որ սրանց պաշտպանի։ Գիտեք ոնց կծեծեն է սրանց, հանգարց իմանան, որ սրանք եկել են, այն Վան Հովհաննիսյանը ասում է դալաներում դες են կծեծեն, որ կարտագաղթեք, սրանց չեն ծեծի, չեն ասնի արտագաղթեն, դա փոսերի մեջ կթողեն կմնան իրանց։ Մոռացել են Խարբերդը ջնջել են բանի վրայից, քարտեզի վրայից Երևանի։ Պարոն Մանուկյան, վերջին շրջանում հաճախակիացել են դեպքերը, որ տրանսպորտում վարորդներն են ուղևորներից հարվածների տակ ընկնում, տուժում, դուք դատապարտում եք այդ դեպքերը։ Այո, միանշանակ դատապարտելի է բռնությունը, անթույլատրելի է, ինչպես նաև անթույլատրելի է Տիգրան Ավինյանի ապօրինի հրահանգները։ Վարորդը խնդիր չունի գումար հավաքագրելու, դուք պատկերացնում եք վարորդը հետևի երթևեկությանը, անվտանգությանը, այդ ամբողջ ավտոբուսի ժողովրդի թե սկսի ինչ որ հաճախորդի հետ կռվի բռնկվել։ Հաճախորդը ասում է դու ինձ չես մատուցել արժանի տրանսպորտ, ես նստել եմ նորմայնացել եմ, ինքը իր վրթովմունքը արտահայտում է։ Դրա համար կա միջոց, իսկ միջոցը հետևելն է շատ բարձ։ Երբ որ դու քաղաքացուն մատուցում ես, շարունակեմ, երբ որ դու քաղաքացուն մատուցում ես արժանապատիվ տրանսպորտ, այսինքն 500 տրանսպորտերն է, երբ որ դու քաղաքացուն կանգառասրանները մատուցում ես, որ անձրևի տակ, նույն Խարբերդը ասեցիք, կամ Հաղթանակ գյուղում մարդ չմնա անձրևի տակ, ամբողջ քաղաքով բաների կանգառների խնդիր կա։ Երբ որ քաղաքացին ստիպված չի լինում, որ միացան ցելոֆոնով ոտը քաշի կամ երկուսի կոշիկով տնից միջև հասնի կանգառ ցեխերի մեջ, որ հասկանա ոնց է գալիս տեղ հասնում, 21-րդ դարում մայրաքաղաքում։ Այս պարագայում քաղաքացին իր վրթովմունքն է արտահայտում։ Ես չեմ հանդիպել չվճարող մի քաղաքացու, որ ասի ես չեմ ուզում վճարել։ Ասում է ես ուզում եմ, բայց ինձ գժի տեղ են դրել։ Ասում է իրանք ստվերը չեն վերացել։ Մի հատ տուրնիկետ պետք է դնեն, ու նաև կամերաներ կար հաշվեն մարդկանց քանակը։ Իրանք տեսեք չեն կարողանում ասել, որ այսքան մարդ կա, այսքան չի հավաքագրում։ Ես էլ ասում եմ, ունեմ այդ համոզմունքը, որ թերսելի է, իրանք սենց չասեն մնացածը։ Իրավասությունը չէ գումար հավաքագրել։ Միանշանակ դա ապօրինի հրահանգ է, որը որ տալիս է Տիգրան Ավինյանը, ուստեղ էլ գալիս են հովանավորչությանն ու անթողունակությանը։ Այսինքն չկա պետության մեջ մի կառույց, որ գասի Տիգրան Ավինյանին տղա ջան, դու ով ես, որ ապօրինի հրահանգներ ես մարդուն ասել տա։
հասկանում եք։ Դու ով ես որ մարդուն դրտես որ ապօրինի գործունեության ինքը ծավալի։ Պարոն Անկյան, բայց գուցե պայմանագրում կետ են ավելացրել, որով որ ունեն նման լիազորություն։ Սենց ասեմ ձեզ, առ այս պահը ոչ մի վարորդում հետ խոսել եմ, չի ասել որ պայմանագրի կետա փոփոխություն տեղի ունեցել։ Բայց օրինակ նախանցած տարի, երբ որ իմ ձեռքի տակ հայտնվել էր նման փաստաթուղթ, այնտեղ նշված է, որ օրինակ ապահովեն պատշաճ վճարում։ Ճիշտ է, չի նշվում, որ պարտադրեն վճարել, բայց այնուհանդերձ հետևեն, որ քաղաքացիները վճարում են։ Իսկ իր գործառույթի մեջ պայմանագրի մեջ կա որ ավտոն քաշի անշկագնացնի, ասի չեմ քշում ավտոբուսը։ Կա, չկա։ Մի հատ ուրիշ բան ասեմ, այս քաղաքային իշխանությունը լավ տղա էր խաղում, բայց իրենց լավ տղությունը պիտանելիության ժամկետով էր։ Այսինքն այս ժամկետից լրացավ իրենց լավ տղա լինելը, երբ որ վարորդները բան էին անում, բոյկոտ էին անում, իրանք եկել են լուրջ դեմքով ասում են, բա գիտես ոնց որ մենք լավ տղա ենք, մեր ընկերների մաման ու քուրը կանգառում մնում է, իրան վեցնող չի լինում։ Հիմա նույն վարորդին իրանք դրդում են, որ մի քիշի մաման ու քուրը կմնան դուսը։ Հիմա ուզում հասկանամ, այդ իրանք լավ տղության սռոքն ինչքան էր։ Հիմա ասեն, այս թվից այս ինչ թիվը լավ տղա եք, այս ինչ թվից չգիտեմ ինչ ենք։ Չեմ կարող հասկանամ իրաք։ Ուղիղ ինձ են ասել։ Ուղիղ ինձ են ասել, որտես ոնց կլինի։ Հիմա իրանք իրենց հակասում են։ Մռմռում է իրանց մոտ, որովհետև հասկանում եք ուղիղ իրաց աշկը մտցնում, ասում ես, ընկեր, այստեղ թերացել, այստեղ թալանչի, այստեղ։ Տիգրան Ավինյանն ասում է 2031 թվականին ավտոբուս կլինի, Աջափնյակի մետրոն է։ Մի հատ է պետք է ասել Աջափնյակի մետրոյի արև 2031-ին բանը կլինի։ Մեր ավտոբուսները կլինի։ Գժանոց այդ ավտոբուսները էստան որ կան 5 տարվա մեջ մաշվել են շարքից դուրս գան։ Քաղաքում 130 հատ գազել կային։ Հայգերները որ թվիներ 2012-13 թվականին չինացիներն էին տվել։ Վաղուց պիտի շահագործումից դուրս գային։ Հələ իրանք միջև 31 թիվը գային, որ եղած 500-ը լրացնեն, բայց 500-ը արդեն ջարդած կլինի։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։ Եկած Հա։ որ Հայկ Մարությանի այդ փոքր գազելները։ չէ, որ երկացները բայց Տրոլեյբուսները։ Նայեք, տրոլեյբուսների հետ կապված իրանց հա, տրոլեյբուսների հետ կապված եկեք արձանագրենք 8 տարի, 8 միլիարդ դոլար պարտք եւ Երևանում խայտարակ այդ պատկերը։ 8 միլիարդ իրանք են վերցրել, չասած ինչքան որ եկել է։ Ու այդ պատկերն է։ Իրանք ասում են Յութոնգը ստեղ պետք է լիներ։ Մոռացա, հելնեմ նստում այդ տրոլեյբուսներն ասեմ Յութոնգի մեջ եմ, արեք։ Տրանսպորտել եք նստում։ Բա ինչ եմ անում, շատ հաճախակի նստում եմ, փորձում հասկանալ ժողովուրդը ինչ է մտածում, ես իրանց պես ներվայնայնում եմ, հայոյում եմ մեկ-մեկ, բայց չասեմ ում։ Չի կարելի հայոյել, դուք ավականո անդամ եք։ Հա, դա կամաց եմ հայոյում, բայց չեմ կարողանում բանա, մեղմ եմ հայոյում։ Պարմանքեն եւ եթե չեմ սխալվում այսօր նաեւ քննարկելու Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով փոխելու հարցը, դուք ինչ կարծիք։ Հետա չեմ հիշում, հետաձգվեց թե չէ, այս պարագայում իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է, ես ոչ հարցի հեղինակի հետ խնդիր ունեմ, ոչ թե տրամական Պապ Թագավորի հետ խնդիր ունեմ։ Պապ Թագավորի անունով լիքը փողոցներ կա, թող գնան անվանակոչեն։ Ամիրյանը իմ կարծիքով Երևանի, չգիտեմ, մեր պատմության կամ չգիտեմ, ինքը իր տեղն ունի, էլի հասկանում եք։ Հիմա փորձես փոխել, դա խնդիր է, էլի իմ կարծիքով։ Կարող է իմ կարծիքը մի քիչ սուբյեկտիվ է այս պարագայում, հասկանում եք, որովհետև կարող եմ նաև Ամիրյանի բացասական կողմերից խոսալ, ասեմ, եղել է այս խնդիրները, բայց փաստն արձանագրում ենք, որ մեր մարդիկ սիրել են այդ անունը։ Առանց շատ-շատերին փողոց դուրս գանք հարցնենք Ամիրյանով, իրանք չեն իմանա որ թվականին ոնց է իրան պահը ինչ եղել, բայց փաստը մնում է փաստ, որ Ամիրյանը մեր, չգիտեմ, պատմության մշակույթ չասեմ, ինչ բառ ասեմ, որ ճիշտ լինի։ Մեր պատմության մի մասն է ինքը, էլի հասկանում եք։ Եվ թերևս միակ հարցը, որ համակարծիք եք դուք եւ Հանրապետություն խմբակցությունը Անի Խաչատրյանը, որ Չէ, Անի Խաչատրյանը ես չեմ կարա էլի ընդհանուր բանը։ Ինքն էլ ասում է դա պետք է համընդհանուր կոնսենսուսի արդյունքում Ամիրյան փողոցի չեմ կարա գամ, էլի, ոնց ձեզ ասեմ, մատ իրան նայեք։ Դուք համաձայն չեք, որ Ամիրյանը անվանափոխվի ինքն։ Նայեք, ժողովուրդ, ոչ թե Ամիրյանը անվանակոչվելու, փոխվելու կամ մյուսի խնդիրն է, ես ասում Ամիրյանը թող մնա, այն էլ մի հատ ուրիշ տեղ թող դնեն։ Մնում էր ես Անի Խաչատրյանի հետ համակարծիք ունեմ մի հատ հարցի շուրջ, էլի։ Դե ավականունիստին ինչ քննարկվեց այդ եմ ասում։ Դե միգուցե տենց այդ ձեր ասածը բերում հարմարացնում եք իմ վրա, բայց չէ, էլի խնդրում եմ, էլի, ուրիշ բան, էլի։ Պարմանքեն մի հատ առանձին թեմա այսպես ասած, կապված օնլայն տաքսիների հետ։ Դուք եք զբաղվում այդ Այո։ եք ասել ինչ իրավիճակում։ Տեսեք, ինչ process գնաց եւ ուր հասանք մենք այս ամբողջի ընթացքում։ Yandex-ը կետերը ներկայացրել ինչ կետերով ինքը եկավ կոմպրոմիսի, որպեսզի աջակցել վարորդներին,
պետությանը խնդիրը հստակ դրվեց ինչ պիտի անեին, դրանից հետո վարորդներին ես ուղիղ ասել եմ, ժողովուրդ, իմ կարիքի հետ զգում եք, եկեք ես շարունակեմ ձեր process-ը, դուք պետք է լինեք, ես ձեր համար եմ գալիս։ Դրանից հետո վարորդների մի մասը օրինակ Գյումրի ավտոերթին գնաց միացավ, մյուս մասը, չգիտեմ, Թորոսյան Արսենի հետ սկսեցին իրար հետ այտենց շփվել, բան անել, իրանք չեն գալիս, իրանք երբ որ այդ խնդիրը նորից կձևակերպեն, ես նորից եմ ասում, ես այդտեղ ոչ մի խնդիր չունեմ, ընդհանրապես չունեմ խնդիր։ Ունեն իրանք խնդիր, պատրաստ եմ, Yandex-ը կիսատ թողել է աշխատանքը, ես մտածում եմ, որ այո, պետք է հետևից գնաց ցանկացած հարցի շուրջ, ակնկալում եմ, որ նորից վարորդները կգան, տեսնում եմ, որ վարորդները նորից այս ընտրություններից հետո խաբելու են վարորդներից, նորից հետ գան ու նորից իրանց կողքի, ես իրանցից չեմ նեղանում երբեք, նորից իրանց հետ կգնամ այդ պայքարի։ Մեր երկրում չպիտի լինի մարդ, ում իրավունքները ոտնահարված են։ Եվ կառավարությունը համակ է ուղարկել ինչ-որ արձագանք։ Այո, եղել է, կանչել են վարորդներին իրանց մոտ, քննարկել են, իրանք ասացին, որ արդեն ոնց որ վարկ վերցնելու հնարավորությունը պես գրանցած աշխատողի խնդիրը իրանք կարողանում են լուծել։ Այն ՏՄՊՊ-ի գեղամը ոչ մի բան չարեց, անցավ Yandex-ի կողմը, փաստն եմ արձանագրում։ Այնտեղ իրանք ասին, որ առողջության այս համապարփակ, այս ապահովագրության ծառայություններից կօգտվեն վարորդները, բայց դեռ եմ մտածում, որ գցել են, էլի, որովհետև չեմ լսել, որ իրանք դեռ լինեն։ Այսինքն խոստումները տվել են, իրանք փորձեցին սիրաշահել վարորդներին, տեսնենք արդյունքը կլինի թե չէ։ Իսկ տոկոսադրույք իջացնելու գործառույթը ուղիղ կարող է անել պետությունը։ Բայց չկա։ Չկա, իհարկե չկա։ Ես եմ շնորհակալ։